4-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայանում է իր ցուցադրական ամբողջ ներուժով, վերաբացված նոր մշտական ցուցադրություններով, որակապես նոր հայեցակարգով եւ արդիականացված օդափոխության ու ջերմախոնավային համակարգերով։ Բնավ ոչ պատահական է, որ վերաբացման տոնական հանդիսությունը պատկերասրահը կազմակերպել է ապրիլի 15-ին խորհրդանշական կերպով այն կապելով Արշիլ Գորկու ծննդյան եւ արվեստի համաշխարհային օրվա հետ։ Այդ առիթով ցուցադրվում է 51 տարի հավաքածուներում եւ երբևէ չցուցադրված կժով կինը գծանկարը, որը Գորկու միակ գործն է պատկերասրահի ֆոնդերում։ 1974 թվականին Արշիլ Գորկու քույրը Վարդուշ Մուրադյանը հանդիպում է բանաստեղծ Վահագն Դավթյանին Չիկագոյում եւ մի շատ հուզառատ պատմություն կա դրա հետ կապված։ Իրենք շատ երկար էմոցիոնալ զրույց են վարում տարբեր թեմաներով եւ վերջապես Վարդուշը զրույցի ավարտին մոտենում է պատին եւ այնտեղից հանում մի շատ կարեւոր գծանկար։ Հանձնում է Վահագն Դավթյանին եւ Վահագն Դավթյանը խոստանում է, որ կհասցնի Երևան եւ կհանձնի Հայաստանի ազգային պատկերասրահին որպես նվեր Վարդուշ Մուրադյանից։ Նախարար Անդրեասյանը շնորհակալությամբ է գնահատում կատարված ահռելի ծավալի աշխատանքը, որի համար ավելի քան 800 միլիոն դրամի հատկացում է արվել։ Պատկերասրահի նոր շենքային պայմաններն ու գեղարվեստական միջավայրը ծառայելու են գլխավոր նպատակին՝ հայկական դասական ու ժամանակակից արվեստը դիտարկել եւ գնահատել համաշխարհային մշակույթի համատեքստում։ Այժմ արդեն ցուցադրական հայեցակարգերը կառուցվում են ոչ թե միջազգային հռչակ ունեցող մեծ հեղինակների գործերի հիմքով, այլ ըստ գեղարվեստական ուղղությունների, հնարավորություն ստեղծելով խոսել նաև հայկական իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի, էքսպրեսիոնիզմի մասին։ Նորույթներից մեկն էլ նոր մոբիլ ցուցադրության մոդելն ու ցուցադրական շարժական հատվածներն են, որոնք հնարավորություն կտան հաճախ փոփոխվող ժամանակավոր նախագծերով ներկայացնել հավաքածուները, որոնց միայն նվազագույն մասն է ցուցադրվում։ Տոկոսային առումով քիչ աշխատանքներ ներկայացվում, 5, միգուցե 7 մաքսիմում, բայց ընդհանուր երբ որ մենք դիտարկում ենք, իհարկե այդ շարժական ցուցադրությունները, որոնք որ հնարավորություն կտան որոշակի փոփոխականություն բերել, դա հնարավորություն կտա ժամանակ առ ժամանակ թարմացնել ցուցադրությունը եւ այցելուին ներկայացնել նոր աշխատանքներ, որոնք հիմնական պահոցներում են եւ մարդկանց համար անհասանելի։ Պատկերասրահի առաջնահերթությունների թվում է նաև դասական ու ժամանակակից արվեստի համադրումը, ընդգծելով արվեստի շարունակականությունն ու դասականն ու ժամանակակիցը կամրջելու անհրաժեշտությունը։ Չունենալով ցուցադրատարածք, մենք դրան մեկ այլ լուծում ենք տվել։ Որոշ սրահներում ժամանակ առ ժամանակ մենք ներկայացնելու ենք այսպես կոչված հեռապատում շարքը, որի ընթացքում տարբեր ժամանակակից արվեստագետների ցուցանմուշներ ներկայացվելու են երկխոսության մեջ դասական արվեստի հետ։ Փորձում ենք ներկայացնել նաև ազգային պատկերասրահը որպես առհասարակ արվեստի տարբեր տեսակների սինթեզման վայր, դա եւ երաժշտությունն է, եւ գրականությունն է, եւ կերպարվեստը եւ դեկորատիվ կիրառական արվեստը։ Ցուցադրական նոր մոդելների ու մոտեցումների արդյունքում այսօր արդեն պատկերասրահն արվեստասերներին է ներկայացնում մոտ 400 նոր ցուցանմուշ, իսկ նոր նախագծերում ներառվել են նաև ոսկե ֆոնդի բացառիկ նմուշները, բայց պատկերասրահի ահռելի գանձարանը ավելի քան 41,000 արվեստի մեծարժեք գործեր եւ 200,000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր այցելուներին նոր հայտնությունների մի անվերջանալի շարք են խոստանում։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։